2026 թվականի ընտրություններին սարքենք որպես թարս աճած վարում։ Ինչև ես դա անում եմ որպես նշան այն բանի, որպեսզի ընդդիմությունը համախմբվի միասնական ձևով մինչև հունիս ամիսը, մայիս ամսին կարողանա ցույց տալ, որ համախմբված է եւ իշխանությունը Նիկոլը կերտիկներ կատարելու ընտրությունները կերտելու հնարավորություն չունեն։ Ես գիտեմ ընդդիմության մեջ կան շատ մեծ ամբիցիաներ, շատ մեծ հավակնություններ ունեն որոշ մարդիկ։ Հա, ոչինչ թող տանեն։ Մեկը այդ տանողի գլխին է չակուչը իջնելու է Նիկոլի շնորհիվ վարունգ են համապատասխան տեղը։ Եթե իրենք չեն գիտակցում, ես դա իրենց համար եմ անում եւ անում եմ ժողովրդի համար։ Ուստի ես խնդրում եմ բոլորը արձագանքեն այդ կոչին, միավորվեն եւ 26 թվականը սարքենք Չակուչը թարս աճած վարունգի շարժման։ Առաջ Մսակյանը ես հետո իմ լայվում երեկոյան ավելի մանրամասն ասել ծրագրերի մասին եւ կդիմեն բոլոր ընդդիմադիրներին, որպեսզի իրենք միավորվեն։ Պարոն Վիրաբյան, այսինքն սպասում են էլի ակցիաներ, հա, այսպեսին։ Իհարկե, ընտրությունների տարի է եւ մենք այդ ակցիաները անընդհատ անելու ենք։ Ես ունեմ համակիրներ, համախոհներ, կուսակցություններ կան, ուրիշ մարդիկ կան, որոնք ընդառաջում են իմ առաջարկներին եւ փորձում են իրենք մասնակցել եւ մենք մասնակցել ենք։ Ներողություն, հետաքրքիր է, որ ակցիան հենց դուք եք անում, որովհետեւ նախորդ իշխանությունների ժամանակահատվածում դուք ձեզ համարում եք հետապնդվող, ապաստան եք խնդրել, ժողովրդավար չէիք համարում Հայաստանը, բայց հիմա ստացվում է, որ դուք Անի ջան, տեսեք ճիշտ եք ասում, ես բազմաթիվ լրագրողների հետ դիմել, այսօր երկուստ եք եկել, անձերին սպասարկող լրատվամիջոցները չեն արձագանքում անհատներին, իրենք սպասարկում։ Մի րոպե, ես ասեմ, հա, նախկինում ես պայքարել եմ, դրա համար էլ լեզուս երկար է, հիմա էլ եմ պայքարում, որովհետև ոչինչ չի փոխվել, միջոցներն ավելի են խստացել, ավելի բրդուժ է կիրառվում, նույնիսկ մարդիկ ընտանիքներ են մտնում, որոնք նախորդների ժամանակ չկան։ Ես աբիժնիկ չեմ, որ ասեմ մյուսներից նեղացած եմ, Նիկոլը հիմա լավն է, Նիկոլին պաշտպանում։ Իմ այն ժամանակ էլ հիմա էլ իմ նպատակը ժողովրդավարական երկիր ունենալն է, որի համար ես պարտավոր եմ պայքարել, իմ կյանքը նվիրել եմ այդ պայքարին։ Իմ համար ոչ մի նշանակություն չունի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյանն, որ բոլորին էլ դեմ են եղել, բայց իմ սպասելիքները իշխանապողությունից հետո 10 թվականին։ Իսկ հիմա ում եք տեսնում երկրի ղեկավար, ում կողմ կլինեք, պարոն Վիրաբյան։ Անձնավորության, որը ոչ Լևոնի կողմնակից է, ոչ Սերժի, ոչ Ռոբերտի։ Իսկ կա ասպարեզում այդպիսի մարդ հիմա։ Եթե լրատվամիջոցներն աշխատեն, ազատ մամուլ լինի, շատ կան։ Կան մարդիկ, որոնք ունեն հստակ ծրագրեր, ամեն ինչ ունեն, եւ ծրագրերը չեն գործում։ Հիմնականում գործելու են մարդիկ, որոնք կարող են ծրագիր առաջարկել, որ 2 տարվա ընթացքում իրենք վարչապետի պաշտոնը կփոխեն, 2 տարվա ընթացքում կանցկացնեն հանրակրվե նախագահական կառավարման համակարգի անցնելու, կտրվի նախորդների իշխանության գնահատականը, կատարած աշխատանքների իրավական քաղաքական, որից հետո շատ մարդիկ կհայտնվեն։